Դրանից հետո արդեն կոմայի մեջ, որ կոմայից արթնացա, արդեն լրիվ սև էր։ Ցանկացած պարագայում մենք մեր արժեքները, մեր դրվածքը չպիտի կորցնենք։ Տառապանքը ծնում է շատ հետաքրքիր կյանք, շատ հետաքրքիր ամուր սեր։ Ցավոք հարցեր կա, որ մենք պետք է չհասկացանք էլի անցյալում։ Այն օրերն էր, որ ես կարամ վստահ ասեմ, որ մեր ազգը բոլորով իրար սիրում էին ու հարգում էին։ Մի վայրկյանում սենց ասեմ, կարաս ամեն ինչ կորցնես, բայց տարիներով չկարողանաս հետ բերես։ Ողջույն, այսօրվա մեր հյուրը Վրեժ Բադալյանն է, ով այժմ բուժման նպատակով գտնվում է Գերմանիայում։ Նա 44-օրյա պատերազմի ժամանակ ստացել է ծանր վնասվածքներ, կորցրել է իր տեսողությունը եւ այսօր կներկայացնի իր ճանապարհը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր նոր զրույցները։ Այցելեք մեր կայք, ինչպես նաեւ հետևեք մեզ մյուս սոցհարթակներում։ Բարև ձեզ, Վրեժ ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Նմանապես, ես էլ եմ շնորհակալ։ Եկեք լսենք ձեզ, թե ինչպես եք տեղափոխվել Գերմանիա եւ ինչու հենց հատկապես Գերմանիա։ Դե կարգավիճակից ելնելով նենց էր իրավիճակը պատերազմից հետո կար բազում վնասվածքներ, որ անհնարին էր արդեն այդ կարգավիճակը Հայաստանում լուծել, շատ մեծ դժվարությունների մեջով անցանք, շատ մեծ վիրահատություններ, բայց եկավ մի ժամանակ, որ պետք էր արդեն տեղափոխվեի, կարճ ասած եկա երազանքիս հետևից, որպեսզի ետ բերեմ տեսողությունս ետ բերեմ, որտեղ Հայաստանում հնարավոր չէր։ Հա։ Ոչ մի տարբերակ չկար բուժման համար փաստորեն Հայաստանում։ Դե շատ տարբերակներ կային, բայց այդ պահին ոնց որ լուծում չկար, ինչը որ ոնց որ առաջարկում էին ապագայի համար։ Հա։ Բայց չի ուզում սպասեի, որտեվ ամեն րոպեն թանկ էր։ Հա։ Իսկ մինչև տեղափոխվելը Հայաստանում ինչ անում եք, որպես պատերազմի մասնակից, գոնե անվճար էր լինում այդ ամեն ինչը, թե չէ, հետաքրքիր է, էլի։ Ամեն ինչ անվճար, ամեն ինչը շատ լավ։ Իմ դեպքը շատ դժվար ու ծանր է եղել ու այդ վերաբերմունքը, հա, որ ասեմ, թե մասնագիտական մեր բժիշկների, թե անձնակազմի շատ ուրիշ էր։ Հանկարծ ասած այդ օրերը պատերազմի օրերը այն օրերն էր, որ ես կարամ վստահ ասեմ, որ մեր ազգը բոլորով իրար սիրում էին ու հարգում էին։ Հա։ Այդ միասնությունը, այդ հարգանքը, այդ ամեն ինչը, որ հավաքվել էին մի հատ գաղափարի շուրջ, այդ օրերը բադ բանի համար էին հավաքվել, բայց որ հավաքվել էին բոլորի համար, այդ շատ հետաքրքիր էր ու ես զգացել եմ իմ կաշվի վրա, թե ինչքան սիրալիր, ինչքան բարի մարդիկ ունենք։ Հա։ Իսկ տեղափոխվելը, ոնց որ փաստաթղթերի հարցը արդեն պետությունը հոգաց այդ ամեն ինչը, որպեսզի տեղափոխվեք, այդտեղ բուժումը ստանաք, թե արդեն ամեն ինչը ոնց որ անհատական անձնական էր, ձեր ուսերի վրա էր այդ բեռը։ Տարբեր մարդկանց sense ասեմ, բարի մարդկանց աջակցության շնորհիվ իմ մոտիկների, հարազատների միջոցներով հավաքեցինք ու տեղափոխվանք այստեղ։ Ես անկեղծ ասած ամենակարևոր հարցը ինձ համար տեսողությունն էր, բայց այստեղ գալուց, ստուգվելուց, հետազոտվելուց, այդ դժվար ճանապարհը անցնելուց հետո պարզվավ, որ դեմքիս վնասվածքը ավելի բարդ է, քան տեսողությունը։ Հա։ Դեմքիս վնասվածքը այնքան դժվար էր, որ շատ մեծ վիրահատություններ արեցին 11 ժամ տևողությամբ, հետո ձախողվեց վիրահատությունը, նորից վիրահատեցին ոսկորի փոխպատվաստում եւ այլն։ Նոր այդ ոսկորի ու տարբեր մարմնիս մասերից միս վերցրեցին, սենց ասեմ, ու տեղափոխեցին դեմքիս վրա։ Այդ ամեն ինչից հետո նոր հասանք մենք այն կետին, որ նոր այս տարվա մեջ, մինչև այս տարվա վերջ կարվի արդեն պրոթեզավորումը, աչքս կտեղադրվի։
Այդ ամեն ինչից հետո նոր արդեն հասկանանք տեսողական առումով ինչի կարամ էլի հասնեմ, ինչ լուծում կլինի, որտեվ էլի վնասվածքը շատ մեծ է ու կան շատ բեկորներ, Հա։ որ իրոք խանգարում են այդ տեսողական ներվը համ վնասված է, համ լարված է ու Բայց դեպքի հետ կապված արդեն կարելի է համարել, որ ամեն ինչ անցյալում է, այլ ոչ մի վիրահատություն, ոչ մի բան չի սպասվում, չէ՞, գոնե ձեզ։ Մնում է աչքի ոնց որ հարցը լուծվի։ դե անկեղծ ասած չեմ կարա վստահասեմ, որտեվ մի անգամ էլ այտենց համոզվեցի, որ արդեն հա ոնց որ կարամ շունչ քաշեմ, ես վերջացրեցինք դեմքից վիրահատություն, բայց եկավ մի ժամանակ, որ իրոք վատը զգացի ինձ ու պարզվավ, որ կան մետաղներ, կան հա ժողովրդի լեզվով ասած ասկոլկաներ, որոնք որ ունեն հատուկ քիմիական նյութ, որ արտադրում են իմ օրգանիզմի մեջ իմ դեմ ու առաջացնում են բորբոքվածություն, ու այդ բորբոքումը այդ ամեն ինչի ինչ որ նոր միջամտությանը փչացնում է, էլի սենց ասեմ։ Ու այդ դրանք չեն կարա էլի լրիվ հեռացնել այդ մետաղները, տենց պիտի մնան ինձ հետ ոնց որ միշտ։ Օ։ Իսկ տեսողությունը 100%-անոց հետ գնացած է ու ոչ մի բան այս պահին չեք տեսնում։ Չեմ տեսնում, լրիվ սև է, հենց Հա։ սկզբից տենց էր, լրիվ սև է։ Հա։ Հենց պատերազմի ժամանակ այդ ոնց որ այդ հարվածից միանգամից եկավ դրան հասավ ամեն ինչ։ Հա, սկզբից հարվածից կարմիր էր, կարելի է սենց ասել, դե նոր վնասվածք էր, ոնց այրան մեջ լիներ, հետո արդեն դե կոմայի մեջ եմ լինում, էլ բան չեմ հիշում, իշն էլ որ գիտեմ այդ վերջի վնասվածքից հետո ընկերներիս պատմելով գիտեմ, հա, դրանից հետո արդեն կոմայի մեջ ու որ կոմայից արթնացա արդեն լրիվ սև էր։ Հա։ Ես վստահ եմ, հրաշքներ լինում են ու օրերից մի օր ամեն ինչ որ լրիվ անցյալում կլինի, սենց սովորական մարդու նման կլինեք ու հանգիստ կվերադառնաք Հայաստան, ձեր ընտանիքով։ Այդ հաստատ, որովհետև կյանքում ես մի բան եմ հասկացել, կարան չէ, հաստատ լինում են դեպքեր, որ մի վայրկյանում սենց ասեմ, կարաս ամեն ինչ կորցնես, բայց տարիներով չկարնաս հետ բերես, կառուցես այդ ամեն ինչը։ Ամեն բնագավառում այդպես է։ Նույնն էլ առողջությունն է, կարաս անկախ քեզնից թե քո կամքից վստահ կորցնես ու հետո տարիներով չհասնես դրան, բայց եթե հա իրականում կա իրականում այն հավատը, այն Աստվածը, ամեն ինչին հաստատ կհասնես։ Այո, մնում է որ ամբողջությամբ հավատանք, վստահենք Աստծուն ու ամեն ինչ կլինի։ Այո, ես Ուղղակի դա էլ ձեր ճակատագիրն է։ Դուք այնքան ուժեղ եք, որ պետքա դրանով անցնեք։ Դե հա, կա տենց բան, որովհետև ցանկացած մարդ ունի իր խաչը, էդ էլ իմ խաչն էր, որ պետքա տանի։ Կարևորը ձեր կողքին ձեր կինն է, ես այն հարցազրույցը որ նայեցի, հիացա։ Ինքը ինձ թվում է ձեզանից էլ ուժեղ մարդ է, որ ձեր կողքին է։ Դա իրոք ինքը ինձնից ավելի ուժեղ է։ Կա բաներ, որ ես կարողա չգիտեմ, տենց չներկայացնեմ, հա, ցույց չտամ ոնց որ, բայց շատ ամուր է կայնած իմ կողքին։ Թեկուզ երեխաների հարցում, այն օրը որ ասեցիք երեխաները անհամբեր սպասում են, որ Հայաստան գնան, այսինքն այդքան թեկուզ վնասվածք եք ստացել, կարաք ասեք, վայ, խի, այդպես եղավ, ոչ էլ Հայաստան եմ գնալու կամ մի բան, բայց դուք այնքան ուժեղ եք երկուսով, որ ձեր երեխաները արդեն հայրենասեր մեծանում են։ Հենց այդ ամեն ինչն է կարևորը ինձ համար, որ ցանկացած պարագայում մենք մեր արժեքները, մեր դրվածքը չպիտի կորցնենք։ Անկախ ամեն ինչից չարանալը ինչ որ մի քանի վայրկյանի հարց է, ասենց ասեմ, եթե ուզենաս, կարաս մի քանի րոպեվա մեջ չարանաս, բայց այդ հետևանքները վատ։ Հա, հետևանքները դե վատ արդեն չարության մեջ ոչ մի դրական բան չկա, բայց ես անձամբ միշտ ասել եմ, ցանկացած փորձություն, ցանկացած դժվարություն, դա ավելի է ուժեղացնում ու ցանկացած դժվարություն, բարդություն էլ ավելի սիրուն ու երկար կյանք ունի, քան հեշտ տրված բանը։ Կյանքում միշտ այդպես է, եթե ինչ-որ մի բան քեզ հեշտ է տրվում, դու հեշտ էլ դա կկորցնես։ Տառապանքը ու սերը կարող է իրար հակասեն, բայց տառապանքը ծնում է շատ հետաքրքիր կյանք, շատ հետաքրքիր ամուր սեր։ Ճիշտ է։ Ու մեր երեխաներն էլ թող մեծանան անկախ վայրից, անկախ լեզվից,
Իրանք անում են շատ հայեցի, իմ տղան 3 տարեկան է, իր անունը Մոնթեա, Աղջիկը Լուսեն։ աղջիկն էլ Լուսեն է, հա։ Մոնթեն 3 տարեկան արդեն ասում է, պապա, ես երբ եմ զինվոր դառնալու, երբ եմ զենք կրակելու, իր մեջ այդ ամեն ինչը կա, ես շատ ուրախ եմ։ Հա։ Ինքը ամեն օր ասում է, ես Հայաստան պիտի գնամ։ Ես կուզենամ բոլորն էլ տենց ապրեն, տենց մեծանան, որովհետև անկախ ամեն ինչից մենք մի օր բոլորս էլ հավաքվելու ենք մեր երկրում, միասնական մեր կյանքը շարունակելու ենք մեր երկրում։ Ու պարտադիր լավ առիթներով։ Անպայման։ Տանը երեխաների հետ հայերեն եք դե խոսում, վստահ եմ։ Միշտ հայերեն, որովհետև նենց է կարգավիճակը, որ իրանք մակապարտեզ, հետո դպրոց, ոնց որ ավտոմատ իրանք սովորելու են լեզուն, հա, դրա մեջ են ինտեգրվելու են, ու այդ ինտեգրումը արդեն հետո է պահելու հայերենի լեզվից, դրա համար փորձում ենք տանը միշտ հայերեն խոսել։ Հա։ Իսկ կա զարգացման ինչ-որ կենտրոններ, որ ասենք հայ երեխաներով ինչ-որ հավաքվեն, խաղան, զբաղվեն, հայկական ոնց որ արժեքների մոտ պահեն էլի։ Կան, շատ կան, չէ, հիմա փոքր են, ճիշտն ասած, փոքր են, 7 տարեկանից է այդ կենտրոնները, կան, չէ, մեր քաղաքում կան, շատ լավ համայնքներ ունենք, մեր հայ համայնքները շատ մեծ միջոցառումներ են կազմակերպում, թե առանձին երեխաների համար, թե պատարագները, ամեն տեսակ բան, համայնքը շատ կարևոր է այս պարագայում, այս հարցերում, որտեղ համայնքը օտարության մեջ միախմբում է բոլորի։ Ու ուժ է տալիս, ինձ թվում է իրար մարդկանց էլի։ Այդ ամեն ինչ այդ շունչը, հենց որ կողքդ հայերեն է խոսում, արդեն այդ ամեն ինչը լավ է քեզ։ Հա, այսինքն տոներին հայերով հավաքվում եք, եկեղեցին երևի միավորում է բոլորիդ։ Հա, անկախ համայնքից էլ մենք այստեղ հայերով շատ միախմբված ենք, կարելի է ասենց ասել։ Հա։ Բոլորով մեր առիթները, ընտանեկան առիթները միասին հավաքվելով կամ ինչ-որտեղ գնալով։ Բայց փորձում եք ժամանակի ընթացքում դուք էլ գերմաներեն լեզուն սովորեք, որ ոնց որ ավելի օգտակար կլինի, չէ՞, ինձ թվում է շփման հարցում։ Դե հա, իրոք պետք է, շատ է պետք, ուղղակի ոնց որ կարգավիճակից ելնելով, դե մեկ ուրիշ բանա, որ կարդաս գրես, սովորես, մեկ ուրիշ բանա իմ պարագայում։ Բանավոր, հա, բանավոր ասեք։ Այդ արդեն հիշողություն է եւ այլն։ Բայց փորձում եմ սովորեմ, լսելով հեռախոսի միջոցով։ Բայց անհատական դասեր ժամանակը չի ներում, էլի էս բանին։ Երբ որ վերջացնեմ ամեն ինչը, ոնց որ արդեն հանգիստ լինեմ, վիրահատություններ եւ այլն տերմիններ ընդհանրապես չլինեն, արդեն կարելի է շատ լուրջ սովորել, որտեղ լեզուն շատ կարեւոր է։ Ու մեր մեծերը իզուր չեն ասել, չէ՞, ինչքան լեզու գիտես, այդքան մարդ ես։ Իհարկե։ Այ եթե համեմատենք Գերմանիայի բուրս սպասարկումը, ընդհանուր հիվանդանոցների վիճակը, մեկ էլ Հայաստանինը, դե երկուսի տակով էլ ոնց որ ասած անցել եք, շատ ենք տարբերվում, շատ ենք հետ Գերմանիայից մենք։ Դե անկեղծ ասած, տենց չեմ կարա, ոնց ասեմ, տենց համեմատության դնեմ, որովհետև դա շատ նուրբ հարց է, թե մասնագիտական, թե ոնց որ այդ մարդկանց կարգավիճակի, քանակի սպասարկման համար, որտեղ այստեղ ժողովուրդը իրոք շատ են, թե հենց տեղի բնակիչները, թե ուրիշ մարդիկ, որ ուրիշ երկրներից եկել են բուժվելու, բայց միաժամանակ այդ ծանրաբեռնվածության հետ իրանք աշխատում են շատ արդյունավետ ու շատ պրոֆեսիոնալ։ Բայց նույն տարբերակն էլ ես տեսել եմ Հայաստանում, նույն ծանրաբեռնվածությունը, տենց առանձնապես տարբերություն չեմ կարող դնեմ, ու այս այն հարցերից է, որ ես շատ եմ անկեղծ ասած նեղում, որ պետք է ոնց որ այս պարագայում պիտի տարբերությունը դնես Հայաստանի ու Գերմանիայի, որ տենց ոնց որ անվան հարցը, պատվի հարցը իմ համար է շատ կարևոր հարց։ Ես միշտ այս պարագաներում, թեկուզ որ Հայաստանում ինչ-որ մի բան նենց չլինի, ես ասում չէ, Հայաստանում լավ է։ Չեմ կարող, իրոք հա, չեմ, անկեղծ ես տենց եմ, թեկուզ ստե որ շատ լավ է իմ համար, մեկը այդ միակ տարբերակն է, որ ես հաստատ կխաբեմ, կասեմ չէ, ստե լավ չի, Հայաստանում այդ ավելի լավ է։
որտեղ ստեղ հասարակ մի բան, որ դու գնաս հիվանդանոցում սպասես, եթե երկար պիտի սպասես ու տես դեպքեր լինում են, էլի, չես կարա բացատրես, որ ինչ-որ մի, ոնց ասեմ, ծանոթ ունես, հա, քեզ ճանաչեն ու դու չես կարա, էլի, իրոք ի վիճակի չես երկար սպասելով, բայց Հայաստանում հաստատ ոնց չլինի, մի ժողովուրդ ենք, հաստատ մեկս մյուսին ճանաչում են, արագ հարցի լուծում կտրվի, էլի։ Չէ, այդ հարցերից է, որ ես ասում եմ, եթե հարցը գալիս է Հայաստան, թե ինչ-որ մի երկիր, ինչ-որ մի տեղ, իմ ինչքան էլ վատ լինի, ես ասում եմ Հայաստանը, որովհետև էդի իմ երկիրն է, իմ ծնունդն է, իմ արմատներն է, ես չեմ, ու էդի գաղափարը, եթե բոլորիս մեջ լինի մեր, էդի արդեն խաբել չի, որովհետև մենք եթե խաբենք, խաբում ենք մեր ազգի, մեր պատվի համար։ Մենք պիտի մերը պահենք, ոչ մեկ չի պահելու մերը ու ցավոք հարցեր կա, որ մենք էդի չհասկացանք էլի անցյալում։ Հա, դե հուսանք ժամանակի ընթացքում դասեր կքաղենք կամ խաղում ենք, չգիտեմ, բայց իրականությունն էլ ոնց որ ռեալ նայենք, էլի, օրինակ, երբեմն ես մտածում եմ, որ տեսեք, որ ասում եք, եթե Հայաստան, Գերմանիա, թեկուզ Հայաստանում վատ է, ես ասում եմ Հայաստանն է լավը, դե հա դուք օտարության մեջ եք, դրա համար եք երևի այդպես ասում, բայց երբեմն էլ է, որ պետքա ճիշտն էլ ասես, որ ոնց որ այդ մարդը սթափվի միգուցե դրանից, որովհետև որ միշտ գովազ կիմանա թե իր սխալն էլ է ճիշտ։ Հա, դե հարցեր կան, ճիշտ եք ասում։ Այնպես չէ էլի, որ ոնց որ ասած Հայաստանում մենք լրիվ անթերի ենք մեզ պահում նույն աղբը նետելու հարցը, երթևեկությունը խախտելու հարցը կամ մնացած հարցերը, որ գիտենք, լսում ենք, որ ԱՄՆ-ում կամ Եվրոպայում հայերը իրենց ոնց են պահում, այնինչ Հայաստանում, ասենք, կարելի է շատ բաներ ոնց որ մատերի արանքով նայել, էլի։ Անկեղծ ասած, այդ տենց հարցերը ես համաձայն եմ ձեզ հետ, որովհետև իրանց ոնց ասեմ, իրանց կարգ ու կանոնը, իրանց մաքրությունը, իրանց հարգանքը, իրանց պետության հանդեպ, էդի ամենաբարձր կետում է իրանց համար, ու ես հենց այդ կուզենա հենց այդ միտքը տանեի Հայաստան։ Անկախ ամեն ինչից ոչ մեկ իրավունք ունեն իրանք բարձրաձայնելու հարցեր։ Սահմանափակված չի ժողովրդի այստեղ կյանք, իրանք շատ ազատ են, իրանք կարան ցանկացած հարց բարձրաձայնեն, ցանկացած տեղ իրանց խոսքը գրեն, հա, իրանց կոմենտը ներկայացնեն։ Ամեն ինչը տրված է մարդուն, բայց մարդն էլ պետք է ոնց որ այս ժողովուրդն են հարգում իրանց երկիրը։ Ես կուզենամ մենք էլ այդպես թե մաքրության, թե դրսում ինչ-որ ոնց որ ասեցիք, ինչ-որ մի բան թափելու աղբի, ամեն ինչը շատ օրինակելի են, էլի, լիքը բաներ ունենք իրոք սովորելու։ Սովորական հյուր գնալ է, մեզ մոտ ոնց է, չէ՞, մենք կարանք առանց խնդրի նոր, հա, մի քիչ ժամանակները փոխվել են, տեղակ պահել, բայց ոնց է եղել ժամանակին, առանց խնդրի գնացել է, որտեղ, բայց այստեղ այդպես բան չկա, դու չես կարա։ Հա, կան անակնկալներ, որ կարաս անես, բայց հիմնականում պետք է հասկանաս այդ մարդը պայմանավորվես նախորդ ու շատ ճիշտ բաներ ունեն, էլի, ու որ այստեղ ապրելով սովորում ու հասկանում ես ինչքան լավ բաներ կարա սովորես, թե դու, թե ընտանիքը, թե երեխեքը, որ գնան Հայաստան ու իրանք էլ ոնց որ օրինակ լինեն։ Հա։ Այ երեխաների հետ կապված ուրիշ ինչ օրինակ կբերեք, որ նոր որ ասեցիք գնան Հայաստան օրինակ ծառայեն, որ օրինակ դուք այդտեղ երեխաներին մեծացնելով զգում եք, որ ինչքան է այդ մի բանը պակասում Հայաստանում։ Դե ենթադրում խաղահրապարակները։ Դե հա, շատ, տենց որ ասեմ, շատ բաներ կա, որ տարբերվում է։ Հենց երեխաների հենց սկզբից իրանց, հա, ոնց որ մակապարտեզից սկսած այդ դասերը, այդ իրանց այդ իրանք վերաբերում են այդ երեխաներին արդեն մակապարտ 3, 4, 5 տարեկան երեխաներ իրանք վերաբերում են արդեն մեծ մարդկանց։ Իրանց բացատրում են, միջոցառումներ են անում, աղետը որն է, դեպքերը որն է, պատահարները, բայց մերը այդ ամեն ինչը դպրոցական տարիքից է, ինչքան գիտեմ, սկսած բայց այստեղ հենց փոքր տարիքից ինքնուրույնություն այդ ամեն ինչը դեպքերին հավասարակշռի վերաբերմունքը, այդ ամեն ինչը շատ խորհրդված է, ու ես մտածում եմ
դրսի երեխաները, ես չեմ ուզում վիրավորեմ մեր Հայաստանի երիտասարդները, բայց այստեղի երիտասարդները սենց ասած, որ հեռու են իմաստն եմ էլի բացատրում, որ հեռու են իրանց օտարության մեջ, իրանք էլ ավելի հայրենասեր են։ Իրոք չեմ ուզում վիրավորվեն մեր Հայաստանի ժողովուրդը երիտասարդները, բայց այստեղի մեծացած երիտասարդը, որ ինքն էլ մի քիչ խնդիրներ ունենում, հա, կարգավիճակ ունելով, որ չի կարա Հայաստան գնա, ինքը էլ ավելի կարոտով, էլ ավելի սիրով է խոսում Հայաստանի մասին։ Էլ որ ինքը խոսում են երեխաները, հասկանում ես, որ իրանց գնահատականը իրանց այդ կարոտը ավելի շատ է Հայաստանի հանդեպ։ Շատը երևի գալիս է նայից է, որ ասում մի բանը, որ կորցնում ես, հետո սկսում ես ոնց որ դրա քաղցրությունը զգալ։ Մենք դե որ Հայաստանում ենք, ոնց որ ամեն ինչին ուրիշ ձև ենք նայում։ Իսկ դուք արդեն ամեն մանրուք հաշվի եք հարթում Հայաստանի հետ կապված։ Իրոք տենց է, իրոք տենց է։ Հա, հետաքրքիր է։ Այ Հայաստանից ի՞նչն է, որ շատ եք կարոտում, են որ անհամբեր սպասում եք, որ գա այդ պահը, որ վերադառնաք ու վայելեք այդ տեսարան կասեմ, երևույթ կասեմ, կամ միգուցե ուտելիք լինի։ Անկեղծ ասած ամեն ինչը, ամեն ինչն ես կարոտում։ Հենց ամենակոնկրետը կարամ ասեմ, այն մեր բակի հանգստությունը, լռությունը, որ քո բակում բնության մեջ նստած քո հենց այդ ուղղակի այդ հանգիստ պահն էլ որ լինի, հենց էդի արդեն շատ եմ կարոտել, ուղղակի այդ լռությունը քո գյուղի, քո հարազատ հայաթում նստած։ Հա, բարձա։ Հետաքրքիր որ երեխաներին Հայաստանը ներկայացնում եք, դե իրենք փաստորեն ընդհանրապես Հայաստանում չեն եղել, Գերմանիայում են ծնվել։ Չէ, երկուսն էլ այստեղ են ծնվել։ Փորձում եք դուք ամուսիններով տենց հայկական ինչ-որ ճաշատեսակներ պատրաստեն, որ իրենք ոնց որ դրա մեջ լինեն, էլի ամեն ինչով վստահ եմ պատասխանը այո է լինելու, բայց ֆորմատին համաձայն միշտ հենց Մոնթեն էլ արդեն իրան մեջ կա, հենց որ լսում է ինչ-որ մեկը պիտի գա, ասում է պապա ես խորոված եմ անելու։ Այդ չէ, հա, կամ հա, պապա ուրախ խաշենք ուտելու։ Մեր այդ ամեն ինչը մենք ավանդույթները պահում ենք ու դաժե մայրիկս որ լավաշ է թխում տան պայմաններում, Մոնթեն պարտադիր պիտի այդ խմորի մեջ խառնվի, հունցի տատիկ այդ ամեն ինչը շատ կարևոր է, էլի շատ կարևոր է մեր երեխեքի համար։ Հա, իհարկե։ Հայաստանում հենց զինվորի այդ տունը որ կա, այդտեղ էիք բուժումը ստանում Վրեժ ջան։ Հա, այդտեղ, հա, ստացել եմ երկար վերականգնողական թերապիաներ։ Այդտեղ էլ էր անվճար ձեր համար։ Հա, լրիվ, ամեն ինչ անվճար ու հենց հասանք հենց այդ նույն վերաբերմունքին, որը որ ես ստացել եմ թե Էրեբունի բժշկական կենտրոնում պարկած ժամանակ ու թե զինվորի տանը էլ ավելի շատ, որտեղ Էրեբունի հիվանդանոցում կարգավիճակը սենց էր, որ ես անկախ չէի, մենակ չէի կարող մնայի, բայց զինվորի տանը ես լրիվ մենակ, սենց ասեմ, մենակով էի, թե գնալը, թե հատուկ վարորդներ կան, որ գալիս էին, մեզ տեղափոխում են զինվորի տուն, ու այնտեղ էլ մեզ ուղեկցողները, չեմ ուզում սենց առանձնացնեմ, հա, անուններ տամ մնացածին չասեմ, ընդհանուրին եմ ասում, այդ ուղեկցողները, մեզ այդ զբաղվողները շատ ուրիշ էր, այդ վերաբերմունքը, այդ ջերմությունը, այդ հավաքվելը, այդ միջոցառումները, շատ շնորհալի տղաներ ունենք, գիթառ էին նվագում, տղաներ ունենք ընդ շատ լավ բաներ էին սարքում, պատրաստում, այդ միջոցառումները, ամեն ինչը շատ հավես էր։ Ու իրոք այդ իրավիճակը շատ կապ ունի, էլի, ահա մեկ ուրիշ բանը, որ դու պլանավորած անես մի բանը, հա, ոնց որ այս կետով ու այս կետով ես անում բուժումը, քո թերապիաները, բայց մեկ այլ բան է այդ թերապիաների հետ այդ հոգեբանական վիճակը, երբ որ դու ստանում ես այդ ջերմությունը, այդ հանգստությունը, այդ էլ ավելի է քո բուժումը ավելի արագացնում, էլ ավելի ուժեղ ես դու դառնում։ Այդտեղ կա այդպիսի միջոցառումներ հիվանդանոցի ներսում ասեմ կամ թեկուզ ոնց որ հենց ուղղված լինի ձեր բուժման համար, էլի հոգեբանական տեսանկյունից որ նայենք։
Դե կան ուղղակի ոնց որ նոր ենք հասել դրան, սենց կարամ ասեմ, Հա։ նոր ենք ոնց որ գրանցվել, նոր պետքա գնամ այդ ամեն ինչին, բայց կա ամեն ինչ էլ կա։ Հա։ Ցանկացած դաժե ես որ պատրաստում եմ շոշափելով փայտից խաչեր եմ պատրաստում, գիպսից եմ փորձում բաներ պատրաստել, տարբեր տեսակի բաներ, երեխեքի համար փայտից կարողանում եմ աթոռ պատրաստել, սեղան պատրաստել։ Հա։ Այդ ամեն ինչը, որ ես ժամանակին արել եմ, այդ ամեն ինչը մնացել է իմ մեջ, ու ես հիմա որ փայտը վերցնում եմ, շոշափելով գիտեմ իր այդ ոնց զբաղվում։ Ու այդ ամեն ինչը, Հետաքրքիր է։ հա, այդ ամեն ինչ ասեցի ես նրա համար, որ ես իմ կարգավիճակով ելնելով կարող եմ դաժե այս երկրում աշխատանք ունենալ, սենց ասեմ, որտեղ կան հատուկ մասնագիտացված տեղեր հաշմանդամների համար, որտեղ որ դու կարող ես քո մասնագիտականը թե հոբբի որպես, հա, սիրողական զբաղմունք դու ներկայացնել ու քեզ կա այդ աջակցությունը։ Նույնիսկ կա տան պայմաններում, եթե դու տան պայմաններում ունես առանձնացված վայր, որտեղ որ կարող ես դու զբաղվել, թեկուզ փոքրիկ բիզնես ասեմ, հա, սենց ձևակերպենք, թեկուզ որպես փոքրիկ բիզնես պետությունը քեզ կարա աջակցի ու դու այդ ամեն ինչ անես։ Ու այդ նույնն էլ կար Հայաստանում, երբ որ ես զինվորի տանն էի, այդ ժամանակ էլ ես ցույց տվեցի, որ պատրաստում եմ փայտից աթոռներ, բան եւ այլն, ու նրանք էլ առաջարկեցին, որ կարող ենք աջակցել քո պատրաստած ամեն ինչը գնել եւ այլն, ու դու ունենաս քո աշխատանք։ Հա, շատ լավ է։ Ես մտածեցի, որ Հայաստանում այդ ձև չի լինի, բայց զարմացա, որ այդպես է, ընտիր։ Հա, չէ, կա։ Ինչքան մարդ կա ամեն դեպքում Հայաստանում, որ ոնց որ ձերպես ինչ որ աջակցության կարիք ունի, էլի։ Դաժե կար աջակցության բաժին, եթե դու ունես բիզնես ծրագիր, որի տանն էր վերագրվում, եթե հաշմանդամ ես, ունես բիզնես ծրագիր, հա, ոչ աշխատունակ ես, եթե ունես ռեալ այդ բիզնես ծրագիրը, ֆինանսավորում կար, որ դու կարող ես քո անձնական բիզնեսը ստեղծել։ Հա, հրաշալի է։ Ես զինվորի տանը, այն որ տղաները թիթեռ էին, թիթեռից ինչ որ զարդեկաներ էին։ Այդ սենյակում եմ եղել, հիացել էի այդ օրը, որ իրանք ոնց որ իրանց լիարժեք զգան, էլի։ Շատ կարևոր է, այնքան կարևոր է, հա, ես բան չունեմ ասելու, ես ուրախ եմ, որ ունենք այնպիսի մարդիկ, որ կարող ենք մեկս մեկին օգնել, հա, սենց ձևակերպել։ Այդ շատ կողմելի է, շատ լավ է, ես ուրախ եմ, որ տենց կարանք հավաքվենք, բայց կան դեպքեր, որ ավելի կարևոր է դու անես քո վաստակը, հա, վաստակես, դու անես քո համար, ինչ որ մեկը քեզ տա, ու այդ դրա ոնց որ ինչքան էլ դու գնահատես, ինչքան էլ դու հասկանաս, որ քեզ տվեցին, դու շնորհակալ եղար, բայց կգա մի օր դու դրա արժեքը չես իմանա։ Բայց երբ դու ես անում քո ձեռքերով քո աշխատանքը, դու քրտինք ես թափում, դու տանջվում ես, դու ստրեսի մեջ ես, պատասխանատվությունն է, չէ, գործը։ Այդ ամեն ինչը շատ կարևոր է, մանավանդ ես այդ ամեն ինչը իհարկե ինքս ինձնով եմ, հա, մարսել, ինքս ինձով եմ անցել։ Եկել այդ մտքին։ Հա, հոգեբանի կարիք չեմ ունեցել, որ ես չեմ տենում, ես ասենց սահմանափակված, հա, քառակուսի մտածեմ, դες բան չի եղել, ես ինքս եկել եմ մի հատ իրավիճակ ասեմ, եկել եմ մի հատ իրավիճակ, ու ես հասկացել եմ, որ ես չեմ կարել ուղղակի նստեմ, չգիտեմ, ուղղակի երաժշտություն լսեմ, ընդհանրապես 80 քառակուսի կվարձիրա էր, վարձով էինք ապրում, ու ես այդ վարձով տան մեջ ոնց ասեմ, արհեստանոցի հավասար գործ էր, ոնց արհեստանոց լիներ, փայտը, այդ ամեն ինչը կտրել, ջարդել, ձգել, այդ ամեն ինչը անում էի տամ, կապ չունի, ուզում եմ ասեմ, պայմանները, իրավիճակը կապ չունի մարդու համար, եթե մարդը ուզեցավ, ինքը իրեն սարքի աշխատունակ ու պիտանի, ու դա շատ կարևոր է, որ իրոք զինվորի տան անձնակազմը կարողացել է ու կարողանում է պահի այն ամեն ինչը, որ մեր տղաները իրանց լավը զգան, գոնե այդ գնահատվածի, որովհետև ամենակարևոր բանը մարդու համար ինքնագնահատականն է, այդ շատ Կամ մենակ են, որ մարդիկ ոնց որ իրենց որպիսությունից են հետաքրքրվում,
Էդ էլ մեծ բան է, էլի, ոնց որ իրենք չմտածեն, որ պատերազմը վերջացավ, հա, մենք ստեղ բուժվում ենք, всё, բոլորը մոռացան։ Զգան, որ բոլորն էլ հիշում են, ուղղակի երևի առօրյայի հոգսերի հետ կապված, ասենք, կարող է ամեն օր չգնան, ամեն օր չհետաքրքրվեն, բայց վստահ եմ բոլորի մտքում էլ ասենք դուք եք ձեր նման տղաներն են, էլի։ Ինչի համար որ վստահ եմ ամեն հայ էլ շնորհակալ է։ Իհարկե։ Շփում ունեք բայց ձեր զինակիցների հետ, ձեր ընկերների հետ։ Իհարկե, անպայման։ Միշտ մենք կապի մեջ ենք, միշտ շփվում ենք։ Մեկը ինչ որ բան լինի, աջակցենք, միշտ մենք միասին ենք։ Հա։ Իրենք էլ են բայց դրսում բուժվում, թե Հայաստանում են զինվորի տանն են։ Չէ, Հայաստանում են, իմ ընկերները բոլորը Հայաստանում են, դե կան, ունեմ ընկերներ, որ Մոսկվայում են, բայց աշխատում են, հա։ Հա, բուժման նպատակով չեն կարևորը։ Հա, բուժման նպատակով չէ։ Հա։ Չէ, Հայաստան։ Դե կան այդպես ոնց որ ընկերներ, հա, այդպես հերու ոնց որ ծանոթներ, դե հա, կան այդպես մոտիկ, sense ասեմ, ծանոթ էլի զինակիցներ, որ գիտեն, որ դրսերում բուժվում են, բայց ոնց նեղ շրջապատից այս բանին մարդ չկա, sense ասեմ։ Ծանոթներ շատ կան էլի, որ գիտեն, որ իրանք էլ ճանապարհներ են անցել, էլի դրսերում բուժման նպատակով։ Հա։ Էդ էլ կարևոր է էլի, որ ոնց որ դուք ձեր զինակիցներով, ընկերներով այդ կապը պահում եք, ոնց որ հոգեբանորեն ինձ թվում է դա էլ է, չէ, օգնում ձեզ, որ թեկուզ ճիշտ է, հետ նայել ոնց որ պետք չի, բայց դուք ամեն մեկը ձեր այդ օրը գիտեք, էլի, ոնց է եղել, ոնց է անցել, չգիտեմ, չեմ ուզում այսօր պատերազմից խոսենք, բայց էդ էլ ինձ թվում է ձեզ կօգնի, էլի, ամեն դեպքում։ Հա, այդ մեր անկեղծ ասած այդ մեր մասնակից sense ասեմ ընկերների հետ, իմ ընկերների հետ մի հատ առանձին կարամ ասեմ sense ընտանիք է, որ մենք միավորվել ենք sense ասեմ։ Ու բաժանելը հաստատ դժվար է։ Բաժանելը մեզ մենակ կարա արդեն մահը նորից բաժանել։ Հա։ Հետաքրքիր Հայաստանը հիմա դուք ինչ գույներով եք տեսնում, զգում, ինչ գույնա ձեր համար Հայաստանը հիմա, էլի։ Ոյ։ Լավ հարցեր։ Հայաստանը անկեղծ ասած շատ գունավոր եմ պատկերացնում, որովհետև sense լսելով, հա, իրավիճակը sense լսելով, հա, այդ վերանորոգումները, փոփոխումները, հա, շատ գունավոր եմ պատկերացնում, շատ։ Որտեվ մեր գյուղը եթե չեմ սխալվում, անցած տարվանից, նախանցած տարվանից հələ վերանորոգման մեջ է, ճանապարհներն են սարքում, էլի տենց բարելավ, շատ գունավոր եմ պատկերացնում։ Իրոք չգիտեմ ոնց ասեմ կարճ կոնկրետ երբ որ տենամ հավատացեք այն առաջի բանը երևի որ ուզում եմ կյանքում տենամ որ տենամ Հայաստանը ինչ վիճակում է այս բանին։ Հա։ Լավ վիճակում է ու գնալով ավելի կլավանա։ Կարևորը դուք այդտեղ ձեզ լավ զգաք ու ստացվի այնպես որ վերադառնաք։ Անպայման պետք է վերադառնանք, որովհետև մենք պիտի մեր երկրում ապրենք, մենք պիտի շենացնենք մեր երկիրը։ Իհարկե։ Թող ժողովրդի համար միշտ լավ լինի, առողջ լինեն, ամենակարևորը աշխատեն, առողջ աշխատեն, վաստակեն ու իրենց վաստակը վայելեն իրենց երկրում, ինչ ասեմ։ Շատ լավ։ Դուք ո՞ր մարզից եք, Վրեժ ջան։ Արարատի մարզ գյուղ Զանգակատուն, Բանաստեղծ Ալվակի ծննդավայրը։ Այս Գերմանիայում փորձում եք կա այնպիսի մի վայր, որ եթե դուք գնում եք զբոսանքի, ճիշտ է, դե չեք տեսնում, բայց ոնց որ այդ հատվածում ձեզ զգաք Հայաստանի ինչ որ մի անկյունում։ Ոնց որ այդ հատվածը ինչ որ հիշողություններ արթնացնի, թեկուզ ձայների ինչ որ մեջ կամ հոտի մեջ ինչ որ կա այտենց մի պահ, որ փորձում եք միշտ այդ վայրը գնաք, որ զգաք ձեզ Հայաստանում։ Անկեղծ ասած չէ։ Չէ։ Սենց Հայաստանը անկրկնելի է։
անկեղծ ասած բնության մեջ եմ գնացել, հա, տենց գետի մոտ, տարբեր տեղեր, բայց անընդհատ ու ճիշտ է, լավ հարց տվեցիք, ճիշտ տեղին հարցեր, ոնց որ դրսում ապրելուց քո բնազդը, սենց ասեմ, անընդհատ մանա գալի քեզ ծանոթ հոտը, քեզ ծանոթ բնությունը, բայց չկա, իմ բնազդը միշտ թելադրել է, որ սխալ վայրում ես։ Դե ոչինչ։ Պահը կգա, որ արդեն ճիշտ վայրում կլինեք։ Ուղղակի այս պահին պետքա հենց այդ վայրում գտնվեք։ Հա, ու էլի չենք դժգոհում, փառք Տիրոջը, փառք մեր Աստծուն, որտեվ ինչը որ ունենք այս պահին պետք է գնահատենք։ Այո, գնահատեք, վայելեք, կյանքը հավեսով անցկացնեք, միգուցե այդտեղ պետքա փորձառություն անցնեք, ձեր երեխաներն էլ այնքան գիտելիք վերցրեն, որ կան Հայաստանում այնքան մեծ փոփոխություն կատարեն, էլ դուսուս։ Իրոք, հաստատ, այս ամեն ինչն էլ հաստատ ինչը որ տրվում է մարդուն, ուղղակի չի տրվում։ Ես այդ հաստատ ինչը որ քեզ տրվում է, ինչը որ Աստվածը քեզ ուղղորդում է, այդ քո ճանապարհն է, այդ քո անցնելու, հա, կետն է մյուս կետին։ Այս ամեն ինչն էլ իր նշանակությունը, իր դրական կողմեր ունի, հա, բացասական կողմերն էլ հաշված, բայց այս ամեն ինչը հաստատ ես վստահ եմ, թե իմ համար, թե երեխաների համար ծնունդ է ապագայում մեծ լավ պատողների, մեծ պատողների ու մեծ հիմքերի, մեծ նպատակների ծնունդ է այս ամեն ինչը։ Հիմա տամ իմ վերջին հարցը։ Ես կասեմ նախադասությունը, դուք կշարունակեք ձեր տեսակետով։ Ես իմ անուշ Հայաստանի, կոնկրետ դուք, Վրեժ ջան, ինչն եք սիրում։ Ես իմ անուշ Հայաստանի բնությունն եմ սիրում, սենց ասեմ։ Հա։ Բնությունն եմ սիրում, որովհետև բնությունը ծնունդն է ամեն ինչի։ Որ ասեմ ջուրը, այդ ջուրը էլի բնությունից է, սենց ասեմ, հա, ամեն ինչը էդի բնության ծնունդ է։ Ես բնությունը շատ եմ սիրում ու ես ինձ համարում եմ բնության մարդ, որտև ես իրոք այդ բնությունը գնահատել, պահել ու վայելել գիտեմ էլի այդ ամեն ինչը։ Հա։ Բնությունը շատ եմ սիրում, մեր սարերը, մեր ձորերը, մեր մաքուր օդը, մեր ժայռերը, մեր, չգիտեմ, ժայռերի, սարերի, աղբյուրները, ես մտքով նույնիսկ մեր մոտ այնքան աղբյուրներ ունենք, որ ես մտքով եթում եմ, քայլում եմ, որտեղ փոքր տարիքում գնացել եմ մեր տարածքներում, բանջար ենք հավաքել, մանկուց ապրել այդ սարերում, ես շատ եմ սիրում մեր սարերը։ Դե ինչ, շնորհակալ եմ իրոք հետաքրքիր զրույցի համար, ձեզ առողջություն եմ մաղթում, ձեզ ու ձեր կնոջն էլ մեծ ուժ եմ մաղթում, դուք ուժեղ եք, երկուսդ էլ ուժեղ եք, այնքան ուժեղ, որ չգիտեմ, մենակ ես ձեր կողքի հետևի դրոշը, ամեն ինչ ասում է, որ դուք տեսակով ինչ ձևի մարդ եք, Վրեժ ջան։ Լինեմ պիտի մեր դրոշը միշտ մեր հետ լինի, չգիտեմ, դրոշը իմ հետ է, անկախ ամեն ինչ։ Հիացած եմ։ Շնորհակալություն։ Լավ զրույցի, հետաքրքիր հարցերի համար, դուք էլ լավ բարի աշխատանք, միշտ այդպես լավ էներգիայով, պոզիտիվ, այդպես լավ մարդ մնացեք ու լավ մարդկանց հետ շփվեք, ձեզ ամենալավ։ Շնորհակալ եմ, Վրեժ ջան, ձեզ նույնպես։ Մեր երկրում լավ մնացեք, մեր երկիրը լավ պահեք, մինչև գանք ազգ։ Փորձում ենք, այդպես էլ անում ենք։ Շնորհակալ եմ։ Սիրով կսպասենք ձեր ընտանիքին Հայաստանում։ Թող շուտ լինի այդ օրը։ Շատ։ Բայց միևնույնն է, մենք կապը կպահենք ձեզ հետ, միշտ որ, չգիտեմ, թեկուզ փոքրիկ ուշադրություն, որ հարցնենք, իմանանք ոնց եք, ինչպես եք, ես գոնե ինձ հույս եմ տալիս, որ դա էլ ձեզ օգտակար կլինի, լավ կլինի ձեր համար։ Իրոք, հա, բա, ճիշտ եք ասում, միանշանակ շատ շնորհակալ կլինեմ, հա։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ։ Հաջողություն։